Հավատում եք, որ պատերազմ այլևս չի լինելու։ Ձեր կարծիքով Նիկոլ Փաշինյանը կարող է խաղաղություն բերել։ Ես չեմ հավատում։ Դրան չեմ հավատում։ Ճիշտն ասած չգիտեմ։ Դե եթե դա անընդհատ ի վնաս մեզ է եղնելու, արդյոք դա խաղաղություն է։ Եթե դա անընդհատ ի վնաս է եղնելու, չեմ կարող ասեմ դա խաղաղություն է, թե ուղղակի համակերպվել։ Ավելի շատ այդ կասեի, համակերպվել, բայց եթե մի բանի հետ շատ երկար համակերպվում ես, արդյոք դա էլ արդեն քեզ պատիվ է բերում։ Այ դա է հարցը։ Երևի չէ։ Պետք է համընդհանուր կարող ուժերի համախմբումը լինի եւ այդ խաղաղությունը ընդհանուրով արվի։ Տարածքներ տալով, երկիրը ծախելով, խաղաղություն գոռալով, հասկացար այ բալամ։ Բայց շատ խիստ կասկածում եմ, որ դա խաղաղության պայմանագիր է, ես չեմ վստահում մեր հակառակորդին։ Ոչ մեկին չեմ հավատում դրանցից, ոչ մեկին ընդհանրապես, ոչ մեկին իմ ազգը հավատը կորցրել է, շատ վատ բան է դա։ Եթե մարդը հավատը կորցնում է, դա շատ վտանգավոր է։ Ոչ մի խաղաղություն էլ չի եղնելու, դա ուղղակի պատրվանք է իրանց այս իշխանությունը երկարացնելու։ Ինչ խաղաղության մասին է խոսքը։ Տարածքները հանձնելով խաղաղություն ալնում, Արցախը հանձնելով խաղաղություն ալնում, 5000 10000 զոհը տալով խաղաղություն ալնում, 2018-ին կկանգնեիք այս ամբողջը կասեիք, այդքան երեխեքն էլ չէին գնա զոհվի, այդ խաղաղությունն էլ ասենք թե կլներ խաղաղություն, իբր թե։ Բայց անպայման պետք է Արցախը հանձնեիք, հա, հապկից փորձեք դուրս գալ, ԵԱՏՄ-ից փորձեք դուրս գալ, Արարատսարը հանեք, հետո էլ ատոմակայանը փակեք, ասեք խաղաղություն ենք բերում, Թուրքիա ու Ադրբեջանցու հետ ինչ խաղաղություն։ Չի եղնելու այդ բանը։ Թող ժողովուրդը թող խելքի գա ու հասկանա, որ 2018-ից այս կողմ ուղղակի խափում են ու խափելու են, եթե խելքի չեկան։ Մեր երկրին ոչ մեկ խաղաղություն չի կարա բերի։ Դարեր շարունակ մենք պայքարել ենք ամեն ինչի համար։ Մեր գոյության համար, մեր երկրի համար, մեր հողերի համար, մեր երեխաների, մեր ազգի մենք միշտ պայքարի մեջ ենք, պատերազմի մեջ եւ առանց պատերազմ ոչ մի բան չի լինում։ Չէ, Նիկոլը չի կարա, բայց խաղաղություն կլինի։ Նիկոլից չի կախված։ Նիկոլը շատ փոքր մարդ է, որ խաղաղություն բերի Հայաստանին։ Մեծ քաղաքական գործիչներ կար, որ մենք մեզանից չի կախված, ոչ է Նիկոլից։